Հատ փորձի ուզում ես տեսնի հիմա, սկսեն։ Շենց էսի հանի, ու հատսա։ Շենց մի հատը միացրել, չէ, դա չի կանոնել։ Մի հատիկ պրոստը մեկի վրա սենց բացում ենք։ Չէ, էդի մի բացի, ամուր չան։ Չէ, բա։ Էսի հանի, դինե։ դիչի։ Ահա, մի հատ բացի, վիդեոները, հա, վсё, մի հատ սկսեմ ու իջացնեմ։ Ու սկսում Դե հիմա պաուզա տուր, ես այս վերևից սկսի, որ իջացնեմ պրոստը։ Այս սրանցից սկսի, լավ սրանցից։ Ու սենց պրոստը ներքև եք իշում։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Սկսենք հա ժողովրդին։ Բարև ձեզ հարգելի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, հարգելի հայրենակիցներ, մենք բուրըն հետ ընտրական գործընթացում ենք, նախ ով չգիտի ներկայանամ, Գոհար Մելոյան, Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ, Ուժեղ Հայաստան դաշինքի խորհրդի անդամ, սահմանադրագետ իրավաբան։ Հունիսի 7-ին կայացան ընտրություններ, ազգային ժողովի հերթական ընտրություններն են Հայաստանի Հանրապետությունում եւ այս հերթական ընտրություններում հիմնարար սկզբունքները, հավասարությունը, արդարությունը, թափանցիկությունը, ընտրողի ընտրական իրավունքի գաղտնիությունը էականորեն խախտվել են։ Եվ այսօրվա հանդիպման հիմնական նպատակն է ներկայացնելու մասշտաբետ միջամտությունների ու խախտումների։ Նախ ուզում եմ ներկայացնել, որ ընտրական խախտումները ոչ միայն ընտրության օրն են տեղի ունենում, այլև ընտրական խախտումները տեղի են ունենում մինչ ընտրական շրջանում։ Իսկ մեր պարագայում, Ուժեղ Հայաստանի պարագայում կարծում եմ որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ ծավալի ու բնույթի խախտումներ են տեղի ունեցել, բայց այնուամենայնիվ անկախ միջամտություններից, վարչական ռեսուրսի շահարկումից, իրավապահ մարմինների կողմից մի շարք գործողություններից մենք փորձում ենք նախընտրական տրամաբանության մեջ մնալ եւ չներկայացնել ու չկենտրոնանալ այդ շահարկումները եւ այն մեծածավալ միջամտությունները ձերբակալությունները ապօրինի, հա, քաղաքական հետապնդումները, որ իմ գործընկերներից, մեր համակիրների նկատմամբ տեղի էին ունենում։ Հիմա այս ամենը լուսաբանելու ժամանակն է, որովհետև այս արդյունքները, որը նախնական հրապարակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, ուղղակիորեն պայմանավորված են նաև այս միջամտությունների ու խախտումների ծավալով, ու ըստ էության ամբողջովին չեն արտահայտում Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացու կամքը։ Իսկ քաղաքացու կամքի արտահայտումը պետության հիմնարար պարտականություններ բնականon ապահովել, որովհետև մեր երկրում ըստ մեր սահմանադրության ժողովուրդն է իշխանության աղբյուրը եւ նման ծավալի միջամտություններն ու ապօրինությունները գալիս են այս բացարձակ սահմանադրական ճշմարտությանը հակասելու։ Հիմա առաջին հերթին ուզում եմ խոսել իմ գործընկերների ձերբակալությունների, կալանքների ու նրանց նկատմամբ տարաբնույթ խափանման միջոցների կիրառման մասին։ Մեր քաղաքական ուժից մոտ տավորապես 700-ին հասնող մարդ է ձերբակալվել, կալանավորվել, այդ թվում օրինակ տարեց կանայք, ովքեր ընդամենը եկել եւ գրանցվել էին որպես Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, մարդկանց առավոտյան, հա, մտնում են տներ, բերման էին ենթարկում, բացառապես ահաբեկելու նպատակով, տանում հարցաքննում էին եւ այնուհետեւ բաց էին թողում։ Բազմաթիվ դեպքեր ունեն գրանցված, որ իրավապահ մարմինների կողմից նոր կարմիր գիծ հատվեց, երբ մարդիկ ձերբակալվում, բերման էին ենթարկվում եւ մարդկանց մոտ ժամեր շարունակ թույլ չէին տալիս փաստաբանի մուտքը։ Խախտելով մարդու այդ բոլոր, ասեմ, մի շարք դրվագներով մենք հանցագործության մասին հաղորդումներ ենք ներկայացրել եւ բնականաբար մարդու հիմնարար պաշտպանության իրավունքներ խաթարվում։ Ասեմ ավելին, սա արդեն վաղուց չկիրառվող պրակտիկա էր, որը այս ընտրությունների նախօրեին վերակենդանացրեց իշխանությունը եւ ես շատ ցավում եմ, որ մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի։
Ոչ, մինչ ընտրական շրջանում կոնկրետ մեր քաղաքական ուժի մասին է խոսքը։ Այսինքն բարբերաբար, տեսեք, կան իրավական գործընթացներ, նորմալ իրավական ժողովրդավար երկրում։ Այո։ Ոչ միայն քարոզարշավը, մի փոքր ավելի վաղ շրջանն հաշվի առնելով։ Նախընտրական փուլում, տեսեք, նորմալ իրավական պետությունում, երբ մարդկանց հիմնավոր կասկած է լինում կամ ինչ-որ հանցագործության դրվագ է լինում, մարդիկ ծանոթվում են, հրավիրվում են հարցակնության, ընթացակարգ գոյություն ունի։ Մեր պարագայում բոլոր դեպքերում, օրինակ մենք ինչ-որ մի գյուղում կամ ինչ-որ մի համայնքում, մարզում ունենք նախընտրական քարոզչության իրավիճակ։ Եթե այն հաջող էր անցնում եւ բազմամարդ, անմիջապես նախորդ օրը մեր գրասենյակը հարձակման էր ենթարկվում։ Ու այո, հարձակման, որովհետեւ մեծածավալ իրավապահները ներ խուժում, մարդկանց ձերբակալում էին բնակարաններում, խուզարկություններ էին տեղի ունենում, ինչ նպատակ սա ուներ, բացառապես հատկապես գյուղական համայնքներում վախի մթնոլորտ ձևավորելու։ Մենք բոլորս շատ լավ գիտակցում ենք, ինչ երկրում ենք ապրում, ինչպես է տեղեկատվությունը շրջանառվում, ու անգամ այս վախի մթնոլորտի պարագայում այնուամենայնիվ մարդիկ ավելի մեծականակ էին դառնում, վրդովում էին եւ փորձում էին դուրք չտալ, բայց ինչ էին անում իշխանությունը եւ իրավապահ մարմինները։ Մենք բավականին որակյալ վերահսկողական ընտրական համակարգ են կառուցել։ Ես իմ ողջ կենսագրության, հատկապես 18 թվականից հետո ընտրական իրավունքի պրակտիկան, իսկ պրակտիկաս բավականին հարուստ է, որովհետեւ ղեկավարել եմ դիտորդական առաքելություններ, եղել եմ ԵԱԿ-ի կողմից սերտիֆիկացված միջազգային դիտորդ եւ թե 2021 թվականին, թե համայնքային ընտրություններին Գյումրի, Երևան, Վաղարշապատ շատ հաջող կարող եմ ասել վերահսկողություն ենք իրականացրել թե արձանագրելով եւ թե կանխարգելելով հարյուրավոր ընտրախախտումներ։ Հիմա այս ամբողջ պրակտիկան հաշվի առնելով հսկայական համակարգ ենք կառուցել։ Ունեինք բոլոր 2005 տեղամասերում ոչ միայն 1, ոչ միայն 2, այլ 3 վստահված անձանց համակարգ, ու ինչ էին անում իշխանությունները, հաշվի առնելով այդ համակարգում առավել պատրաստված գործընկերներից, այդ գործընկերներին փուլ առ փուլ ձերբակալում են։ Այսինքն ես 3 անգամ ստիպված եմ եղել, մարդուն պատկերացնում եք, չէ՞, մարդը վստահված անձ է, պետք է դասընթաց իրականացնես։ Այդ հատուկ ստեղծած համակարգում հմտությունները մարդուն սովորեցնես, մարդուն ուղղորդես ոնց է աշխատանքը կազմակերպվում եւ այս համակարգս, որը ըստ էության կարող եմ անհամեստորեն ասել, կարելի է դարձնել ԿԸՀ-ի այլընտրանք։ ԿԸՀ-ն ընտրական գործընթացում գոյություն ունի կենտրոնական ընտրական հանձնաժողով բուրգ է։ Իր ներքևը 38 ընտրատարածքային հանձնաժողովներն են, դրա ներքևն էլ արդեն 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովներն են։ Մենք նույնատիպի այլընտրանքային համակարգ ենք ստեղծել, որպեսզի կանխարգելենք հնարավոր միջամտությունները։ Այս համակարգս ողջ արդեն նախընտրական քարոզչության ընթացքում, երբ մեկնարկել էր մայիսի 8-ից, պարբերաբար կատվածահար եղավ։ Էլ չխոսենք այն մասին, որ տասնյակ հենց մեր թեկնածուներ ցուցակի կրկին, հետապնդումների ենթարկվեցին, տարբեր նրանց նկատմամբ խափանման միջոցներ կիրառվեցին եւ այս հետապնդումների շղթան դեռ շարունակվում է, եթե հետևեք կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ են ներկայացնում մեր թեկնածուների նկատմամբ, այդ միջանկյալ անձեռնմխելիությունից զրկելու եւ խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Այսինքն, ամփոփելով այս առաջի դրվագը, ես փուլ առ փուլ խախտումների ձեզ ներկայացնեմ, այնուհետև քննարկենք հարցերին սիրով պատասխանեմ։ Գալիս է պնդելու, որ բնականon ընտրական գործընթացը սկսած այն հանգամանքից, որ մեր առաջնորդը Սամվել Կարապետյանը այդպես էլ հնարավորություն չունեցավ հավասարության սկզբունքի համատեքստում մասնակցելու նախընտրական քարոզչությանը մեզ հետ, մեր նկատմամբ խախտված է եղել։ Ու եթե օրինակ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը ուղղակի դուք հետևեք համեմատեք, ընդհանրապես օրինակ տեղեկատվական բլոկը, հայտարարությունները, այս նախընտրական շրջանի համաչափ որևէ շրջանում նման ակտիվություն չեն դրսևորել։ Դա արհեստական ակտիվություն է, ու օրինակ ես կուզեի հետագայում մի վերլուծություն իրականացնենք այս շրջանում ինչքան հանցագործություններ են ընդհանուր Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվել, որովհետև եթե մենք վերենք լուծում ընդհանուր առմամբ, համապետական ըստ մարզերի հանցագործությունների տեսակը աճը գրեթե ամենուրեք եռակի է, սկսած ծանր հանցագործություններից,
Այն իրականությունում, երբ իրավապահ մարմինների ռեսուրսը պետբյուջեով էականորեն ավելացվել է, անգամ որոշակի պայմաններում ֆինանսավորումը եռակի անգամ է ավելացվել։ Այսինքն ունենք իրավապահ մարմինների քանակի եւ ֆինանսավորման պետական մակարդակով աճ, դրան զուգահեռ ունենք նույնապես հանցագործությունների տեսակների ավելացում ու աճ։ Սա բնական ու նորմալ չէ եւ սա իմ խորին համոզմամբ պայմանավորված է նրանով, որ իրավապահ մարմինների առաջնային առաքելությունը այս իշխանությունը դարձրել է քաղաքական օրակարգեր սպասարկելը, ինչի հետևանքով էլ այլ տեսակի ու բնույթի հանցագործությունների կանխարգելումը էականորեն տուժում է։ Երկրորդ թիվ, վարչական ռեսուրս։ Հարգելիներս քիչ անց, որպեսզի ժամանակ խնայենք, խոսքից երկրորդելով ես կտեղադրեմ մի շարք ապացույցներ, ասեմ, որ այս օրերի ընթացքում մենք հատուկ թեժգիծ ենք ստեղծել, հազարավոր ահազանգեր ենք ստացել ու ամեն օր մենք արտակարգ ռեժիմով աշխատում ենք, չենք քնում, որպեսզի փորձենք այս կարճ ժամանակահատվածում մշակել այդ ամբողջ տեղեկատվությունը, իսկ տեղեկատվությունը ահռելի է, բացի այդ հնարավորությունը օգտագործեմ կրկին կոչ անեմ մեր հայրենակիցներին, եթե ունեք որևէ փաստ ապացույց խախտումների վերաբերյալ, որովհետև որոշակի մեխանիզմներ են մեր համոզմամբ աշխատեցվել, որը փորձում ենք վերհանել, մենք շատ շնորհակալ կլինենք, եթե ներկայացնեք ու երաշխավորում ենք կոնֆիդենցիալությունը, որովհետև մարդիկ այս համատեքստում են վախեցած, ինչ են անում վարչական ռեսուրսի համատեքստում, սկսած նրանից, որ ահազանգերը բազմաթիվ են, պետական ծառայության տարբեր տեսակների նկատմամբ, որ մարդկանց ստիպել էին գնալ իշխանության օգտին քվեարկելու եւ քվեաթերթիկը օրինակ լուսանկարելու, կոնկրետ մեր քաղաքական քվեաթերթիկը դուրս բերելու ի ապացույց, որ տվյալ անձինք մեզ չեն քվեարկել։ Ու մարդիկ իրապես վախենում էին ու հարկադրված էին այդ տեսանկարելը, լուսանկարահանելու process-ը իրականացնել։ Տեսանյութեր կան, որ ունենք ու ահազանգեր, որ մի շարք ընտրատեղամասերում մարդիկ արդեն նախապես սոցագրպանում քվեաթերթիկով 16 մուտք են գործել տեղամաս, այսինքն ոչ թե իրենց հետ դուրս են բերել, այդ արձանագրումներն ունենք, այլ նախապես են մտել այդ քվեաթերթիկներով, բայց գլոբալ միջամտություններից սկսենք, օրինակ ներքին գործերի նախարարության աշխատանքը ոչ միայն ընտրության, այլ նախընտրական ծիրում, ես բավականին խնդրահարույց եմ որակում, որովհետև ընտրության օրը էլ կրկին բազմահազար քաղաքացիներ, բազմահազար չասեմ, գոնե առնվազն տասնյակ արձանագրումներ մենք ունենք, որ մարդիկ գնացել են, փորձել են տեղեկանքներ ստանալ, հատուկ ձևեր կան ընտրությանը մասնակցելու համար եւ ուղղակիորեն, այդ անձնագրային բաժանմունքները հրաժարվել են շատ կոպիտ խոսույթով, անգամ ես ինքս հնարավորություն եմ ունեցել միջամտելու, ուղղակիորեն հրաժարվել են մարդկանց ձևերը տրամադրել ըստ օրենքի պահանջի, բայց ինչա տեղի ունեցել, նախնական ցուցակների էական խառնաշփոթ է տեղի ունեցել, կային դուք գիտեք ապրիլի 28-ին հրապարակվել են ցուցակները ընտրողների ու փակցվել են տեղամասային կենտրոններում, նոր համակարգ աշխատացվեց այս ընտրական գործընթացի նախօրեին, դա մինչև մայիսի 26-ը հաշվառման դիմումների ներկայացման նոր գործընթացներ, այս հաշվառման դիմումներից հետո տեղամասային կենտրոնները, ինչ որ առանց ցուցակները, վերստին ցուցակները հրապարակում են, բայց քաղաքացիները գալիս են ընտրության եւ նախօրեին ստուգած լինելով, որ իրենք արկա են ցուցակում, իրենք ստորագրելու են այս տեղամասային կենտրոններում, հայտնաբերում են, որ իրենք այլևս ընդգրկված չեն ընտրողների ցուցակներում։ Ու էլի տասնյակ ահազանգեր այս դեպքերով մարդիկ գնում են անձնագրայինները հրաժարվում են մարդկանց հետ համագործակցել, այսինքն արհեստական եղանակով խոչընդոտում են մարդկանց իրավունքը եւ ընտրելու հնարավորությունը։ Ավելին, մի շարք դեպքերում առանց հիմնավոր պատճառի չենք հասկանում, այդ եւս հետքերով գնալու ենք բացահայտելու ենք, ընտրատեղամասերի վայրը, ընդհանրապես հասցեները փոփոխվել են։ Այսինքն մարդը սովորույթի ուժով դուք գիտեք, բնակիչները որպես կանոն գիտեն։ Ես գիտեմ, որ ես գնում եմ քվեարկելու այս տեղամասում, օրինակ իմ հետ եւս այդ միջադեպը տեղի է ունեցել։ Ես մշտապես քվեարկել եմ Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում, դա իմ ընտրատեղամասն է եղել։ Այն տեղափոխվել էր նախորդ ընտրություններից արդեն կոնկրետ ժողի տարածք, համալսարան։ Հիմա
Բազմաթիվ ահազանգեր քաղաքացիների բնակիչների մշտական տեղամասերը տեղափոխվել է եւ նախորդիվ եթե ծանուցումներ էին տեղի ունենում առնվազն այն դեպքերի համար, հա, ոչ թե համապետականից վերացարկվենք, որ հունիսի 7-ին ընտրություն է եւ դուք այս տեղամասային կենտրոնում եք քվեարկելու, տեղափոխվող տեղամասային կենտրոնների պայմաններում բնակիչներին չեն ծանուցել այդ մասին ու շատ բնակիչներ արդեն ստիպված արհեստականորեն խոչընդոտվել է։ Մի դրվագ պատմեմ, գինու փառատոնը, երևի թե շատերը տեղյակ եք, որ ես տեսանյութ պատրաստեցի, օրինակ բոլորին քաչ հայտնի է ու այս իշխանությունը դեռևս 1 տարի առաջվանից խոսում էր սպասվող ընտրությունների մասին, բոլորի համար ակնկալելի էր ըստ օրենսդրության, որ հունիսի 7-ին է ընտրությունները կայանալու, հունիսի 5-6-7-ին նշանակվում է գինու փառատոն, մինչդեռ ընտրության օրը պետք է ամեն կերպ պետությունը ապահովի կոմունիկացիաների հասանելիությունները եւ ընտրողների համար ընտրատեղամասերի մատչելիությունը։ Մենք դիմում էինք ներկայացել, ասեմ ավելին, կենտրոնական դրական հանձնաժողովը բավարարել էր այդ դիմումը, դիմելով քաղաքապետարանին ապահովելու այդ կոմունիկացիաները, բայց այնուամենայնիվ նաև այս փողոցները փակվեցին եւ ըստ էության որոշակիորեն կանխարգելվեցին մի շարք ընտրողների համար այդ միջավայրում փողոցները Թումանյան, Սարյան խաչմերուկները, որոնք փակվել են, առկա է շուրջ, եթե հեռավար շրջակայքը վերցնենք, 10 տեղամասային կենտրոն։ Առաջանում են խցանումներ, հասանելիության դժվարամատչելիություն է առաջանում եւ սա եւս խոչընդոտ էր մի շարք ընտրողների համար հասնելու իրենց ընտրատեղամասեր։ Օրինակ ես գինու փառատոնի կազմակերպիչների հետ հանդիպում եմ ունեցել, որևէ կերպով նպատակ չենք ունեցել խոչընդոտելու, որովհետեւ ես անձամբ շատ սիրում եմ այս միջոցառումը, մշտապես նրա մասնակից եմ եղել, շատ ընկերներ, գործընկերներ ունեմ, ովքեր հենց մասնավոր բիզնեսներ են եւ կարծում եմ այն հիանալի տուրիստական գրավչական է, բայց կրկին դա պետության թերացումն է ընտրության օրը եւ ինչու ոչ նաեւ դիտավորությունը կենտրոնում, որտեղ նախորդ ընտրություններին իրենք մշտապես պարտվել են արհեստական խոչընդոտ ստեղծելու, որպեսզի քաղաքացիները դժվարահասանելիություն ունենան տեղամասային կենտրոններ։ Վարչական ռեսուրսի հետ կապված համապետական արձանագրումներ քիչ անց ցույց է կտամ, համապետական առումով քաղաքացիական պայմանագրի վստահված անձինք էին, վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցները, պատկերացնում եք գյուղերում իրավիճակը ու հիմա մի քանի տեսանյութում դա հստակ այդ պատկերը կերևա, քաղաքացին գալիս է ընտրություն իրականացնելու եւ գյուղապետը քաշքշում է, բղավում է, ուղղորդում է, այն դեպքում այս քաղաքացին այդքան կամք եւ ոգի ուներ մտնելու այդ տեղամաս, որտեղ համայնքապետարանի աշխատակիցն է։ Դուք պատկերացնում եք, չէ՞, այդ ինչպիսի ընտրության միջամտության հետ գործ ունենք, այն պարագայում, երբ օրինակ գալիս են այդ համայնքապետարանի այլ աշխատակիցներ, ովքեր օրինակ ընդդիմադիր հայացքներ ունեն։ Շատերը ուղղակի խուսանավելու համար խնդիրներից չեն էլ գնացել ընտրության։ Սա եւս շատ լուրջ արհեստական միջամտություններ եւ շատ դեպքեր կա մարդու ձեռքից են քաշում, դեպքեր կա ուղղորդում են, դեպքեր կա երրորդ քվեաթերթիկը հանել են անընդհատ մենք ողջ օրը կոմունիկացիաների մեջ ենք եղել, մեր քվեաթերթիկները տեղում պահելու, քվեաթերթիկների վիճակը պատշաճ կերպով պահելու, որովհետեւ առավոտյան ու նախորդ օրը մի շարք տեղամասային կենտրոններում երրորդ համարի քվեաթերթիկները ունեցել են պատրված վիճակ, ընդհանրապես տեղամասը եղել երրորդ համարի քվեաթերթիկ չեն տեղադրել սեղանին, չեն ստացել ու արձանագրություններ են կազմել առանց այդ անդրադարձ կատարելու։ Այսինքն կարելի է որակել դրանք տեխնիկական բնույթի խախտումներ, բայց այս խախտումները եւս էական ազդեցություն ունեն։ Տեղամասերը եղել որոշ ուժերի քվեաթերթիկներ ընդհանրապես սեղանին դրված չեն եղել։ Մենք այդ կոնկրետ տեղամաս կա, որի արդյունքները անվավեր ճանաչելու դիմում ենք ներկայացրել, որովհետեւ ըստ էության, երբ որ թեկուզ մեկ քաղաքական ուժի քվեաթերթիկը տեղադրված չի լինում քվեաթերթիկների սեղանում, ողջ օրը այդ քաղաքական ուժի մասնակցելիությունը նմանակերպ խոչընդոտվում է, դա էական բովանդակային խախտում է, այսինքն մարդկանց կամ արտահայտությունը արհեստականորեն կրկին խոչընդոտվել է։ Վարչական ռեսուրսների մեկ այլ դրվագ, իշխող ուժի քաղաքացիական պայմանագրի թեկնածուները գնում մտնում էին հանձնաժողովներ, տեղամասային կենտրոններ, սկսում էին հանձնաժողովականների հետ ջերմ զրույցների բռնկվել, այն դեպքում
դեպքում, երբ թեկնածուն, օրինակ ես ինքս թեկնածու եմ, իրավունք չունի ֆիզիկապես ներկա գտնվելու տեղամասային կենտրոնում, որովհետև կրկին, հա, իր միջավայրում, հատկապես գյուղական մարզային համայնքներում, իր հեղինակությամբ ճնշում է ընտրողներին եւ բնականաբար գնում է կրկին ընտրողներին ուղղորդելու նպատակով։ Իսկ ուղղորդումները քաղաքացիական պայմանագրի կողմից անսահմանափակ են, հա, վստահված անձինք համագործակցում են հանձնաժողովականների հետ, օրինակ, հանձնաժողովի անդամներ բազմաթիվ դեպքերում ոչ միայն վստահված անձինք են, համայնքապետարանի աշխատակիցներ, վարչական շրջանների ղեկավարներ, այլև հանձնաժողովի անդամները։ Իսկ հանձնաժողովի անդամները ինչ էին անում, հանձնաժողովը մենք ունեցել ենք անգամ Սյունիքում մի դրվագ, կարծում եմ ձեզ հանրամատչելի տեսանյութ էր, երբ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն դա միջանկյալ օղակն է, գնում է տեղամասային հանձնաժողով, որի նախագահն իր ամուսինն է հանդիսանում, բացում աղբարկղը քվեաթերթիկների, դասավորում է մի քիչ պատշաճ տեսք ունեցող քվեաթերթիկները ու տոպրակով դուրս է բերվում։ Սա ծայրից ծայր էական խախտումների շարանը։ Նախագահը կներեք, ասել էր, որ դա խախտում չի եւ կարող են գնալ նման բան անել։ Դուք դրան չեք արձագանքել։ Իրավունք ունի։ Բնականաբար չունի։ Դա որևէ տեղ նշված է, որ Հա, իհարկե։ Մեզ ավելի փաստերով։ Իհարկե, տեսեք հարգելիս, ինչ ես ներկայացնում եմ, մենք մեծ շատ ծավալուն զեկույց ենք պատրաստում։ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը հստակ եւ դրա հիման վրա արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով հստակ ընթացակարգ կա, թե օրինակ քվեաթերթիկները հանձնաժողովը ինչպես կարող է ստանալ, ընտրատարածքային հանձնաժողովի նախագահան ունի իրավունքների ու պարտականությունների շրջանակ։ Նույնական ունի նաև ընտրատեղամասային հանձնաժողովը եւ որևէ այդ շղթայի մեջ սահմանված չէ, իսկ եթե սահմանված չէ, դա արգելված է, դա ընթացակարգի խախտում է, որ ընտրության կեսին ընտրատարածքային նախագահան կարող է տեղամաս ներխուժել, հավաքել այդ հավաքված աղբային քվեաթերթիկները, դրանք լուրջ ընտրախախտումների հիմք կարող են հանդիսանել։ Ինչու ենք մենք փորձում կանխարգելել, դա էլ արգելված չէ, որ մարդը գրպանն է դնում դուրս է բերում քվեաթերթիկը։ Այդ մարդը գալիս է իրավասու մարմին պրոցեսի, հավաքում է այդ աղբարկղի քվեաթերթիկները, տեղադրում է ինչ-որ անհայտ տոպրակ եւ հետը դուրս է բերում։ Երբ կարող էր տանել կամ ոնց պիտի անել։ Դա օրվա ընթացակարգը հետեւյալն է։ Օրվա ընթացքում աղբարկղում կուտակվում է հանձնաժողովի անդամները նախագահի իրազեկմամբ կամ հենց նախագահի կողմից պարբերաբար դատարկում են աղբարկղը, որովհետև դա եթե մասնակցելիությունը ակտիվ է, լցվում է։ Դատարկում են եւ հատուկ տոպրակ գոյություն ունի, ըստ էության դրանք մարման ենթարկա քվեաթերթիկներ են։ Հատուկ տոպրակում դրանք հավաքվում են ու չպետք է արգելված է ընտրության օրը քվեաթերթիկներ դուրս բերելը ընտրատեղամասից։ Հասկանում եք, դա արգելված արարք է օրենսդրությամբ։ Կան մեր վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը եւ քրեական օրենսգիրքը ունեն հանցակազմի ու վարչական իրավախախտումների տեսակներ, բլոկերով տարանջատվում է։ Սա ըստ էության այդ դրանց շարքին է դասվում եւ խախտում է ընթացակարգին։ Վահագն Հովակիմյանը ստում է, որ ասում է դա խախտում չի, կարող են տանել լցնել ձեր գլխին, ինքը ասում է, կարող են տանել լցնել գլխին։ Չեն կարող տանել։ Տանել ինչ-որ բան, դուրս տանելով ուզում է տանել։ Ես անկեղծ ասած չեմ լսել ես պարոն Հովակիմյանի ես պարոն Հովակիմյանի մեկնաբանությանը ծանոթ չեմ, բայց ես պնդում եմ, որ դա խախտում է եւ իրավական հիմքերով եմ պնդում, ուղղակի դա իմ կարծիքը չէ։ Եթե մենք ասենք, որ դա թույլատրելի է, հասկանում եք, իրավական գործընթացը կներեք բառից համար բարդակ կդառնա, այսինքն կարող է թույլ տալ։ Հիմա պատկերացնում եք ինչ կգտնի, արգելված է ընտրատեղամասից ընտրության օրը ու ընտրության ընթացքում այն էլ չասեմ, քվեարկության օրը քվեաթերթիկ դուրս բերելը։ Դա որևէ մեխանիզմով սահմանված չէ, ավելին արգելված է, որովհետև մի օր առաջ տեղամասային կենտրոնները սահմանված կարգով ստանում են քվեաթերթիկները, սահմանված կարգով դասավորվում են, դրանց պատշաճ կերպն է իրավիճակն է ստուգում, օրինակ մենք մի շարք տեղամասերում ունենք, որ երրորդ համարի քվեաթերթիկի վրա սկսած տպագրական սխալներից ընդհուպ մինչև դրանց ֆիզիկական վնասվածություն, ճմրթվածություն, պատրվածք, այդտեղ խնդիրներ ենք ունեցել եւ նախորդ օրվանից ստուգումներ ենք իրականացրել։ Ես ուղղակի սա հետ կապված մի բան ասեմ, քանի որ այս
Քանի որ սա արտակարգ է, տեսանք թե ինչպես է պարտքորություն։ Իհարկե արտակարգ է։ Ես ուզում եմ հասկանալ դուք օրինակ կենտրոնական պետական հանձնաժողովի ղեկավարը պնդել է իր ասուլիսում, որ այդտեղ խախտում չկա, դա նորմալ է, կարող են դուք ասում եք արգելված է։ Դա ինչ պատիժ է ենթադրում, վարչական թե քրեական, եւ արդյոք դուք դրան ընթացք տվել եք օրինակ։ Այսինքն հաղորդումներ դարձել եք։ Եթե կարող եմ մի շարք ընտրատեղամասերի նման բան եղել, բայց չեն արձանագրել։ Ես արձագանքեմ, որպեսզի երկխոսության չվերածվի, ավարտենք ու սկսենք հարցերին անդրադառնալ։ Տեսեք, բնականաբար այդ օր, քանի որ արտակարգ ռեժիմ էր ու ծավալը խախտումների ահռելի էր, ես այդ օրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների հետ օպերատիվ աշխատել եմ ու ի պատիվ իրենց այս մի դրվագ ասեմ, բազմաթիվ նման դրվագներ են եղել, անմիջապես լուծում են տվել, սկսած առավոտը 7-ից, երբ մի շարք տեղամասերում հենց կոնկրետ իմանալով, որ ուժեղ Հայաստանի վստահված անձա, հանձնաժողովի նախագահները թույլ չեն տվել, որ մեր ներկայացուցիչները մտնեն տեղամասային կենտրոններ։ Ես այդ դրվագը կոնկրետ ուղարկել եմ պարոն Սմբատյանին, ու իրենք արդեն իրազեկ են եղել եւ ընթացքի մեջ է եղել, հա, իրենք զանգել են, կանխարգելել են, նույնիսկ տեսանյութի մեջ երևում է, հա, որ խոսում են ու ասում են, որ դա անթույլատրելի է, այդ կինն է փորձում է մեկնաբանել, արդարանալ ու կրկին պնդում եմ, սա հակաօրինական, հակաիրավական արարք է, բայց հետքերով, հա, հանցագործության մասին հաղորդումները բնականաբար տրվելու են, այն բանից հետո, երբ մենք ամբողջական զեկույց ունենանք, արդեն սա, այս հանրային շրջանառված տեսանյութը կարելի է արդեն հանցագործության մասին հաղորդում եւ արձանագրված իրավախախտում համարել ու ԿԸՀ-ն ըստ էության պարտավորվածություն ունի անկախ իմ հաղորդումից էլ, եթե բաց այդ իրավախախտումները դուք լրատվամիջոցներդ արդեն շրջանառում եք ու հրապարակվում եք, իրենք դրանց հետքերով պետք է գնան, որովհետեւ իրենց հիմնական սահմանադրաիրավական պարտավորվածությունն է ապահովել բնական ընթացքը, իրավապահ մարմինների սահմանադրաիրավական պարտավորվածությունն է կանխարգելել հանցագործությունները, այսինքն ոչ միայն ԿԸՀ-ն, նաև ոստիկանությունն է տեսնում, չէ, որ ընտրական իրավախախտում է։ Մամուլը շրջանառելը դա հանցագործության մասին հաղորդում է պարտավորեն հետքերով գնալ։ Բայց մեկ այլ շատ գլոբալ խախտում ասեմ, որը մեր որակմամբ կարելի է համարել նաև ընտրախախտում, դուք վերևը թվեր եք տեսնում։ Հարգելիներս, մենք բաց աղբյուրներից, պետական մարմինների վեր ենք անել հարյուրավոր հասցեներ, մոտավորապես մինչև 10 հաշվառվածը չասեմ, բայց ունենք 846 հասցե, որոնց վրա արդեն 20 պլյուս մարդ է հաշվառված, մեկ հասցեին, ընդհուպ մինչև մեկ հասցեի վրա 303 մարդ հաշվառված, 185 մարդ, 174 եւ ըստ էությամբ ահռելի թվականակա քաղաքացիների դառնում։ Մենք դիմել էինք ներքին գործերի նախարարություն եւ միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը ըստ էության պատասխանել էր ոչինչի մասին, հա, հղում կատարելով իրավական ակտերին, որ անձնական տվյալները մշակելի չի եւ այլն, եւ ոչ մի պատշաճ բացատրություն, թե ինչու են այսքան հասցեներ ու ինչու այսքան մարդ կա այդ հասցեներում հաշվառված եւ արդյոք դա լրջագույն մտահոգության տեղիք չէ հետաքննությունների եւ այլն չի ներկայացրել։ Հիմա տեսեք, դրան զուգահեռ ես դες ներկայացնում եմ պաշտոնական տեղեկանքների թվերը, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքեջում հրապարակված են։ Տեսեք, փետրվարի 11-ին ներքին գործերի նախարարության պաշտոնական տեղեկանքով մեր ընտրական գործընթացին 2,489,031 ընտրող էր մասնակցում։ Այնուհետև դրան հաջորդել է մայիսի 23-ի տեղեկանքը, համաձայն որի 2,473,445 ընտրող է գրանցված, այնուհետև մայիսի 31-ի տեղեկանքը, համաձայն որի 2,485,224 ընտրող, այնուհետև վերջին արձանագրությունը, որը ընտրության հաջորդ օրը ԿԸՀ-ն է հրապարակել, ընտրական գործընթացին մասնակցել է 2,507,216 ընտրող։ Առնվազն, այս ներքևում էլ իմ ասած տվյալներն են նշված, Excel ֆայլով ես այդ տեղեկանքը ունեմ, եթե որևէ լրատվամիջոց կուզի ուսումնասիրի, մեծ սիրով կտրամադրեմ, նաև իմ Մելոյան Գոհար Facebook-յան էջով կարող եմ հրապարակել, որպեսզի քաղաքացիներն էլ հնարավորություն ունենան ուսումնասիրել, արդյոք օրինակ իրենց հասցեի վրա չեն, ասեմ ավելին, կրկին
բազմաթիվ ահազանգեր ենք ստացել քաղաքացիներից ընտրության օրը, որ իրենց հասցեներում անծանոթ մարդիկ են հաշվառված, ասեմ ավելի, մարդը գնացել է քվեարկելու եւ տեսել է, որ այդ անծանոթ մարդիկ, ովքեր ավելացվել են իր հասցեի վրա, արդեն ստորագրել են, այսինքն մասնակցել են ընտրական գործընթացի ու հակառակ պատկերն էլ մարդիկ, օրինակ կոնկրետ արցախցիների դրվագներ ունեմ, ովքեր ստացել են քաղաքացիություն եւ հաշվառված են, ընտրության օրը գնացել են մասնակցելու ընտրությանը եւ իրենք էլի հաշվառման ցուցակներից հանված են եղել ընտրացուցակներից ու ոստիկանությունը հրաժարվել է, հա, անձնագրայինը այդ ձևը տրամադրել ու մարդկանց զրկել են ընտրական իրավունքից։ Հա, իհարկե։ Տեսանյութերն է դնեմ ու անցնենք հարցին։ 0806-2021 թվականի տվյալը սա ընտրելու իրավունք ունեցող մասնակցողներն են, այո։ Մասնակից ըստ արձանագրություն, հայո, ըստ արձան մասնակիցներն են։ Ընտրական իրավունք ունեցողներն են, այս բոլոր թվերն են ընտրական իրավունք ունեցողները։ Հա, չէ, հարգելիներս, ունենք պաշտոնական թիվ, թե ինչքան մասնակից ենք ունեցել, մոտ 1.5 միլիոնը 1.480.000-ի մերձակայքում էր, բնականաբար անգամ այս թվերը բնակչության թվի հետ կոռելացիայում է, հա, մի քիչ բանը ուսումնասիրման ենթակա ըստ վիճվարչության, բայց այս թվերը մարդիկ են, ովքեր իրավունք ունեն ընտրական իրավունքի ըստ պետական մարմինների։ Եվ ես կառաջարկեմ, որ օրինակ ԶԼՄ-ները, քանի որ պետական իրավասու մարմինները հետքերով չեն գնում, ԶԼՄ-ները փոքրիկ հետաքննություններ իրականացնեն։ Հիմա եթե կարելի է ես ներկայացնեմ դրվագները, օրինակ, այստեղ բազմաթիվ դրվագներ են, քվեարկություն կներեք։ Այստեղ առաջ տամ մի քիչ, հանձնաժողովի անդամը գնում է արդեն կապարակնքված պարկը բացում է, ինչ-որ բան է դնում, հետո էլի գալիս մոտենում է այս պարկին, սա էական կոպիտ ընտրախախտում է, որովհետև հետո այս պարկը քվեաթերթիկներով տեղափոխվել է ընտրատարածքային հանձնաժողով և մենք չգիտենք այստեղից ինչ է դուրս բերվել, ինչ է մուտք արվել։ Սա հենց այն հայտնի դրվագն է, որ հանձնաժողովը ստացել էր և երրորդ համարի քվեաթերթիկը խնդրեմ, բացակայում է ու արձանագրություն են կազմել ստորագրել։ Սա կոնկրետ արձանագրված դրվագ է, որ հանձնաժողովականները, պաշտոնական փաստաթղթերը մատիտով են լրացրել, ինչի իրավունքը չունեն, որովհետև մատիտով լրացված թվերը կարող են ջնջվել։ Ու հենց այս թվային անճշտությունների հետ կապված մեր մտահոգությունները նաև հենց նման դրվագներով են պայմանավորված։ Սա կրկին մատիտով արձանագրված դեպք։ Վերջում հա նկատում եք, որ վերջում արդեն Այո, վերջում երբ ամփոփվում են, կոնկրետ դրվագ մատիտով են լրացրել, դրա իրավունքը չունեն, մատիտ իրավունք չունեն տեղամասում պահել, որովհետև այսինքն երբ որ մատիտով լրացվում է, հնարավորություն է տրվում ջնջելու եւ այլ թիվ մուտք անելու։ Ես արձանագրում ահազանգը ստացել եմ նկարած, որ մատիտով է արվել։ Հիմա, բայց հարգելիս, այնուամենայնիվ ինքը իրավունք չունի թեկուզ սխալներից խուսափելու նպատակով մատիտով անել, հետո շտկել, պետք է սկզբանե գրիչով մուտք արվի։ Ես անպայման կուզեմ բոլորի ուշադրությունը հրավիրել անվավել քվեաթերթիկների քանակին, որովհետև եթե համադրություն ենք նայում, տեսեք, 18 թվականին, այսինքն օրինաչափություն գոյություն ունի, հա, խախտումների, անվավել քվեաթերթիկները եղել են 4706-ը, 21 թվականի ընտրությունների արդյունքում 4593-ը, եւ խնդրեմ, վերջին ընտրությունների արդյունքում 17097 անվավեր քվեաթերթիկ, եթե մանդատների բաշխման դոնթի բանաձևներ դնենք, ըստ էության մեկ մանդատից ավելի քվե է ստացվում այս անվավեր քվեաթերթիկները եւ սա շատ մտահոգիչ է, որովհետեւ մի շարք տեղամասային կենտրոններից էլի ահազանգեր էի ստացել, որ ընդհանրապես մեր երրորդ համարի քվեաթերթիկը ծալված լինելու
հիմքով անվավեր են ճանաչել, ինչի իրավունքը չունեն, այսինքն ունենք դեպք, երբ պատռված քվեաթերթիկը մեջտեղից պնդել են, որ վավեր ճանաչվի, եւ ունենք դեպքեր, որ ընդհանրապես ծալված լինելու նախապայմանով մեր երրորդ համարի քվեաթերթիկը անվավեր են համարել։ Որովհետեւ հետո չգանք սրան, էլի։ Այո, իհարկե։ Ուզում եք հնդածս հարցեր տվեք։ Իսկ այստեղ օրինակ դուք պահանջել եք այսպես անկեղծ ասած հենց դու ձեր օրինակ ուսակցության կամ Հայաստանի կամ ԲՀԿ-ի կամ ՔՊ-ի տոկոսները ինչքան են կազմում, այսինքն որ դուք այդտեղից հետևեք, որ այդտեղ ինչ որ բան այն չէ։ Հարգելիս, տեսեք, ես շատ հետաքրքիր տեղեկատվություն ձեզ մատուցեմ, ես օրինակ հիմա այս վերջին օրերին օրը 1-2 ժամ եմ քնում մշակում ենք բոլոր տվյալները։ Հիմա քիչ անց ցույց կտամ ինչքան ձայների տարբերություն ենք վերհանել։ Իրապես միայն արձանագրությունների հիմքով էական ձայների տարբերություն ենք հետ բերում։ Հիմա լուրջ հետընտրական գործընթաց է ու մենք բարձի թողի չենք արել։ Մենք շատ լուրջ հետևողականություն ենք դրսևորում, ուղղակի այս թվերի համադրելիությունը ու սկսած երկու կարևոր տեղեկատվություն է ասեմ։ Օրինակ, մի շարք տեղամասերում մարդը մատնահետքով սարքից կտրոն է ստացել, սարքի կտրոնի թիվը ցուցակի թվին չի համապատասխանել, սենց բան չի եղել ծավալուն առումով։ Սա լուրջ ահազանգ է, որ հնարավոր է համակարգը կոտրել են, ինչ որ մեխանիզմ են ներդրել։ Ուրիշ տեղեկատվություն ասեմ, մի շարք տեղամասերում մարդը մատնահետքը թողել է, կտրոնը տվել է, բայց լույս չի վառվել։ Երբ որ մատնահետք է թողում, 3 լույս ապարտավոր սարքը վառել, դեղին, կարմիր կամ կանաչ։ Երբ որ լույս չի վառվում, դա լուրջ ահազանգ է, նշանակում է, ինչ որ մեխանիզմ է աշխատացվել, փչացված է սարքը, բայց շարունակել են այդ սարքերով աշխատել։ Ուրիշ տեղեկատվություն ասեմ, մի շարք տեղամասային կենտրոններում քվեատուփերը կապարակնքված չեն եղել։ Էլի դուք այդ տեղեկատվություն ստացել եք, այսինքն ցանկացած պահի բացել փակել են, մեջը ինչ ուզես, կարող աննկատ իրավիճակում ինչ որ բան են, լցոնում է տեղի ունեցել, ասեմ ավելի, ունեն կոնկրետ տեսանյութերով դրվակ, որ հանձնաժողովի նախագահան գալիս է քվեատուփը վերցնում է, բերում է տեսախցիկի հետևն է դրվում, ու ողջ օրվա ընթացքում չենք կարողանում հետևել, թե այդ քվեատուփի հետ ինչա տեղի ունենում։ Իրապես, որ ասում եմ, խախտումները բազմատեսակ են, իրապես բազմատեսակ են, այսինքն հանձնաժողովականների մակարդակով տեղամասային կենտրոնների վստահված անձանց մակարդակով այնպիսի խախտումներ են արել ծավալուն, որոնք իրապես էականորեն մարդու կամ արտահայտության վրա ներազդեցություն են ունեցել։ Մի մանդատները վերցնելու եք, չեք Հեսա ավարտենք այդ մասին քննարկենք։ Հիմա տեսեք, թեկնածու, հա, կներեք, ավարտեմ ու անցնենք արդիական հարցերի, չէ՞ ձեզ համար։ Թեկնածու, խնդրեմ, եկել է կանգնել է տեղամասային կենտրոնում քաղաքացիական պայմանագրի թեկնածուն։ Ուղղորդումներ է անում, այնտեղ անգամ քաղաքացու նկատմամբ ըստեղ հանցագործության մասին հաղորդում է տրվել, որովհետև երրորդ քվեաթերթիկը վերցրած քաղաքացուն մոտեցել են, վիրավորել են, մյուսներին ուղղորդել են։ Ու սա մի դրվագ չէ, հա, մի շարք թեկնածուներ իրենց ուժի պարագայում ներկա են գտնվել տեղամասային կենտրոններում։ Այստեղ էլի դրվագ է, որ մոտենում են քվեաթերթիկին են դիպում, խնդրեմ, բազմաթիվ դրվագներ ունենք, թե ինչպես են գալիս, այսինքն մտնում է վստահված անձը քաղաքացիական պայմանագրի։ Գալիս մտնում են քվեախցիկներ ու մարդկանց նկատմամբ ճնշում են բանեցնում։ Իսկ գաղտնի ցուցակներին անդրադարձել եք, ինչ են դրանք։ Հեսա այդ հարցերին որ տակ ես օրինակ այդ նոր ինչ հարց տվեցիք, ես հա, այդ անվավերության հետ կապված տենց նախադեպ չի եղել, բայց անմիջապես այդ գիշեր հենց թվերը տեսա, ԿՀ-ին դիմում եմ ներկայացրել առողջություն։ Խնդրել եմ ամբողջ համապետական անվավերները առանձնացնել ու վերահաշվար կանել, որովհետև իրապես մի քանի անգամ ահռելի անտրամաբանական թիվ է, բայց կարծես թե իրանք կողմ չեն այդ ընթացակարգին, լրացուցիչ կքնվի այդ դիմումս, այս պայդրությամբ կարելի ասել մերժել են, հա։ Այսինքն դուք հասկացնել եք, որ ձեր ուսակցության երրորդ համարը այդտեղ մեծ տոկոս է կազմում։ Արդեն հաշվարկների ժամանակ բավական ինչքան է, որ մենք հիմա իմանանք։ Հարգելիներս, տեսեք, հենց հիմա այս պայդրությամբ ինչու ուշացա, որովհետև այս պայդրությամբ ամբողջ Երևանը վերահաշվարկ են անում։ Ամբողջ Երևանը 10-12 վարչական շրջանի տեղամասային բոլոր կենտրոնները, հարյուրավոր տեղամասային կենտրոնների արդյունքների մասին է։ Հիմա բոլոր տեղամասերի արդյունքները վերահաշվարկ են անում։ Ամեն տեղից արդեն անվավերներից 2, 3, 4 ձայնով հետ ենք վերադարձնում։ Ակնկալիք ունեք, որ դա էական փոփոխություն
ազդեցություն կբերի, օրինակ դուք մեկ մանդատ ավել կստանա կամ տեսեք, այստեղ 3 հիմա օրինակ նույն ԿՊ-ի ձայները հիմա ցույց կտամ մաղուսակով, մոտ 900 տեղամասի արդյունքներ նախնականի հիման վրա արձանագրություններով համադրել ենք, արդեն ԿՊ-ն ի հեճուկս են, որ ասում է մեր ձայները ավելացվել են, էլի իրանց ոճին հարիր քաղաքական մանիպուլյացիաների են դիմում, բավականին ձայն են կորցրել ու ցույց կտամ հիմա ինչքան է գրված եղել, իրականում ինչքան է եղել։ Այդ իրենց պրակտիկամ, քանի որ 2005 տեղամասային կենտրոնն է, թիվը գեներացվում է այդ 2005-ից։ Իրենք ըստ էության պետք է այդ 2005-ի տեղամասերը բացեն, որպեսզի անվավերները վերահաշվար կանեն, ու նման պրակտիկա չի եղել Հայաստանի Հանրապետությունում, որ անվավերների հաշվարկ իրականացվի, բայց նաև Հայաստանի Հանրապետությունում նման պրակտիկա չի եղել, որ անվավերները այդքան էական թիվ կազմեն։ Վերահաշվարկման ընթացքում նկատիներ կլինեն խախտումներ վերահաշվարկման ընթացքում։ Եթե մենք չվերահսկենք, ես համոզված եմ, դրա համար մենք փորձում ենք հասկանալ որտեղ ու անսպասելի մեկը իմանում ենք, այստեղ բացվեց, ժամը փոխում են եւ այլն, ընտրատարածքայնում հիմա այս պայդրությամբ ինչու մենք բոլորը ակնկալում են օրինակ, հա, ինչպես ասեց գործընկերը, մանդատների թեմա, Ժորժ ջան, մանդատների թեմային մինչև հասնելը, այդ մանդատների հիմքում գտնվող թվերը պետք է ճշգրտենք։ Սենց ահռելի քանակի խախտումներ կա։ Մենք օրնի բուն չենք քնում այս վերջին օրերը, զբաղված ենք այս ամենը գույքագրելով ու հետևելով հիմա բոլոր քաղաքացիների համար, բոլոր ուժերի համար, ովքեր իրապես ունեն առաջնահերթություն օրինականությունը պահպանելու, պետք է հիմա գնան այս պրոցեսներին վերահսկեն։ Երեկվանից մի շարք տեղամասերում վերահաշվարկներ են իրականանում ու որոշ տեղեր հետո հնդածս ենք իմանում, մարդ ենք ուղարկում, մեր գործընկերներն նստած են ու այո, օրինակ այդ այնց դեպք կա, այս պայդրությամբ պատրված քվեաթերթիկը վավեր են ճանաչել։ Ըստ էլի նախասիրության, հա, որ քաղաքական ուժի քվեաթերթիկն է։ Կներեք գործընկերուհի Գեղեցիկ է, թե տեխնիկական սխալ է, կարող է օրինակ իրենք անվավերությանը, տեղամասը։ Չէ, այդ որ սխալ է մտքագրվել, դուք պնդում եք, որ դա չէ, ես օրինակ ես ունեմ տեխնիկական սխալ է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարագայում ես ունեմ օրինակ կոնկրետ տող, որ ուղղակի սխալ մուտքը երևում է ակնհայտորեն տեխնիկապես սխալ տող են արել, ընդհանրապես տենց պնդում չեմ անում, բայց տեղամասային կենտրոնում թիվը սխալ գրելը ամենայն հավանականությամբ դիտավորություն է եղել։ Այսինքն մարդկային ֆակտորն է հաշվի առնենք ու թվերի տեսակից երևում է որոշ դեպքերում ակնհայտ դիտավորություն է, որոշ դեպքերում հնարավոր է նաև տեխնիկական սխալներ, որովհետև այնուամենայնիվ համակարգ չի գործում, մարդիկ են մուտք անում այդ տվյալները։ Ֆակտոր TV Արփի Հակոբյան, Տիկին Մելյան, նախ երեք Նարեկ Կարապետյանը հայտարարությամբ հանդես եկավ, ասաց, որ եթե կարողացանք այնպես անել, որ դատարանի նախագահների նշանակվելուց ընդդիմության ձայները հաշվի առնվեն եւ դա հավասարակշռի, քաղբանտարկյալների հարցը փորձելու ենք այսպես լուծել, եթե տեսանք այսպիսի իրավիճակ լինի, ըստ էության կաշխատենք այսպես, հիմա ձեր ընտրողների մի մասը ասում է մենք ձեզ դրա համար չենք ընտրել, որ դուք գնաք այս Տիկին Հակոբյան, բայց խնդրեցի, չէ, եկեք խախտումները ավարտենք, եթե կարելի է ու անցնենք այդ բովանդակային Հա, եթե կարելի է, հա, խնդրում եմ, չէ, ես շատ եմ ուզում սա հրապարակել, սրանք գիտեք ինչ եմ արել, առանձնացրել եմ նույնաբնույթներից այն բառ մի քանի տեսանյութ։ Ես շատ ուզում եմ, որ ձեր միջոցով հիմա քաղաքացիները տեսնեն այս խախտումների տեսակները, որպեսզի հետագայում ու անցնենք այդ ամենաարդիական հարցի քննարկմանը, ես տեսել եմ կտրության օրը։ Հնարավոր է բանկա չեք տեսել, օրինակ գյուղապետկա Դուք տեսել եք հարգելի փայլը, քաղաքացիները չեն տեսել։ Հիմա այս ասուլիսի նպատակը դուք զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ եք, ով իրազեկ է հետևելա process-ին։ Բազմաթիվ քաղաքացիներ կան չեն տեսել այս ամեն ինչը։ Նպատակն է քաղաքացիներին իրազեկել, հասցնել այս տեղեկատվությունը, հատկապես որ մենք առավել հասանելի աղբյուրներից լրատվական օգտվելու հնարավորություն չունենք։ Օրինակ, սա տեսել եք, սա մեր վստահված Այո, Լիճ գյուղում մեր վստահված անձն է, ով ընդհանրապես դիտողություն է արել, որովհետև տեղին նկատառումը պահանջել է արձանագրեն, որովհետև քաղաքացիական պայմանագրի 3 վստահված անձ են ներկա գտնվել տեղամասային կենտրոնում, ինչի իրավունքը չունեն, յուրաքանչյուր ուժ կարող է ունենալ 2 վստահված անձ։ Այո, այս էլի ԶԼՄ-ներից տարածել են այդ հետքերով հանցագործության մասին հաղորդում է համարվում։ Մի քիչ ժամ անց
երկարատև ժամանակ անց մեր վստահված անձը դուրս է գալի քաղաքացիական պայմանագրի վստահված անձը, որը կրկին այս անգամ վարչական շրջանի ղեկավար է, հարձակվում են եւ բռնություն են կիրառում մեր վստահված անձի նկատմամբ։ Վարույթ կա այդ մասով։ Մասիսում նաեւ այնտեղ է տես դրված։ Այս զինվորների հայտնի դեպքերը, երբ որ եկան, իդեպ երկու տեղամասային կենտրոնում ակնհայտ անվավերության արդյունքների հիմք կա, որովհետև այստեղ այո, եթե մարդը ժամը 8-ին 1 պակասել մտնում է տեղամասային կենտրոն, ինքը իրավունք ունի ու հանձնաժողովն է պարտավոր է ապահովել քվեարկությունը, բայց այստեղ ակնհայտ նախ խախտումը նրանում է, որ ուղղորդում է զինվորներին արհեստական կերպով չանհասկանալի բերում են հենց վերջի րոպեին, երկրորդը թե այս թե հայտնի մեղրու տեղամասային կենտրոններում իրենք պարտավոր են ընտրողները գտնվել տեղամասային կենտրոնի սենյակում տեսանյութի վերահսկողության ներքո, իսկ եթե երկու տեսանյութերն էլ դուք ուսումնասիրեք, զինվորները պարբերաբար տարբեր սենյակներից մուտք են գործում, ինչը արդեն գործընթացի խախտում է եւ իրավունք չունեն, հա, ներկա գտնվելու։ Կներեք, սա այն հայտնի դեպքն է, որ քվեաթերթիկը դուրս է բերվել, հեսա ակնհայտ, ցույց ենք տալիս, որ քվեաթերթիկը դուրս է քաղաքացին բերել եւ աղբար կղում է հայտնաբերվել։ Սա մեր դեպք է, որ քաղաքացիներին, սա շատ տարածված դեպք, շատ դեպքերում քաղաքացիներին տրվել է 2 հատ 3-րդ համարի քվեաթերթիկ, ինչու, որպեսզի մարդը մեկը ներդե աղբար կղը, եթե անգամ 3-րդ չէր ընտրելու ավելի լավ 2-ը եւ հա կներեք, ինձ թվաց այն կողմից է, որտեվ ասել են ձայն միացված չի լինելու, ինձ թվաց այնտեղից է մի բան միացված։ Հիմա ու այս պարագայում ինչ են անում, 2 քվեաթերթիկ 3-րդը տալիս էին որպես կանոն, մարդիկ գնում են, 2-ը նետում են, մեկը ընտրում են, մեկը նետում են աղբարկղ, ու սկսում է 3-րդները սպառվել։ Արդյունքում մի շարք տեղամասերից մենք ահազանգ ունենք, որ օրինակ 3-րդ քվեաթերթիկը արդեն ավարտվել է ու ֆիզիկապես չեն հասցնելու ընտրատարածքայինները հասցնել այդ 3-րդ քվեաթերթիկը ու մարդկանց տրցակները առանց 3-րդ քվեաթերթիկ են դրվում։ Իդեպ համատարած սխալեր նաև Հարգելիս տեսեք դուք, էլի եմ ասում, մեր այո, մեր կանխավարկածով մի առաջնորդվեք, ես մարդ եմ, ով գնացել է ընտրությունները վերահսկել, օրինակ խոր գյուղերում, օրինակ Վաղարշապատի Մոնթեավան գյուղում, այնտեղ քաղաքացիները կաշկանդված են, այն էլ երբ ընդդիմադիր ուժի են քվեարկելու, երբ որ գալիս է իր տրցակի մեջ, դա շատ հայտնի խախտում է, որը 21 թվականին են վերհանել, երբ որ մարդը գյուղում գնում է եւ որտեղ համայնքապետարանը ըստ էության իր գյուղապետը հանձնաժողովի անդամ կամ վստահված անձ է ու այդ ընդդիմադիր քվեաթերթիկը տրցակի մեջ չի գտնում, ինքը երբեք չի ասի, որ չկա իմ ուզած ուժը։ Կարող է առավելագույնը չքվեարկի որևէ մեկին կամ ինչ որ այլ ընտրանքային ուժի քվեաթերթիկ տեղադրի դուրս գա։ Կրկին դեպքեր, որ քաղաքացին ակնհայտ քվեաթերթիկների հետ պրոցես է անում եւ քվեաթերթիկները վերցրած դուրս է գնում, անգամ տեղադրում է պայուսակը։ Այստեղ մեր քվեաթերթիկի անվավեր տպագրված պատկերն է։ Այստեղ տեսախցիկները իդեպ մի շարք տեղամասային կենտրոններում տեսախցիկները կապարակնքել ենք ու նորից փոկել են որոշ տեղամասային կենտրոններում հրաժարվել են անգամ կապարակնքեն։ Հիմա քաղաքացիական այս սևազգեստ տղամարդը քաղաքացիական պայմանագրի վստահված անձն է։ Խնդրեմ։ Անընդհատ տեսեք։ Գալիս է քաղաքացիները քվեարկում են, վերևից պարբերաբար ընտրողներին վերահսկում է եւ ուղղորդում է։ Օրինակ սա նորմալ է։ Տեղում ցե վստահված անձիկ չեն փորձել միջամտել հանձնաժողովի։ Շատ դեպքեր, տեսեք, սա դեռ էս պատկերը բազմաթիվ միջամտությունների, կանխարգելումների արդյունք է, բայց զուգահեռաբար է բազմաթիվ դեպքեր, օրինակ տեսակ, հանձնաժողովականին վստահված անձին մեր քաղաքական ուժի, ով ակտիվ ու իրավագիտակցից է, մի հատ նկատառում արել, որ խախտում կանխարգելի, դրսում ծեծել են հաջորդիվ։ Դուք պատկերացնում եք ինչ միջավայր է մարզերում եղել։ Խնդրեմ։
Էլի եկել են, սա դուք գիտեք, վարչական իրավախախտումների օրենսգրքով արգելված է շարունակական ներկայությունը, որովհետև դրանք ճնշումներ, ուղղորդումներ են 50 մետր շառավղով ներկա գտնելու իրավունք չունեն։ Ոչ միայն մեքենաներով մարդիկ են, այլև ունենք կոնկրետ Վայոց ձորի դրվագը, երբ որ հենց հանձնաժողովի անդամներ, կրկին թեկնածուն իր ընկերներով միջավայրով ներկա էր գտնվում։ Այստեղ էլի գյուղապետն է եւ սա այդ հայտնի դրվագն է, տեսեք։ Խնդրեմ, հանձնաժողովի նախագահան քվեատուփը վերցնում է, ահա, ու տարավ դրեց տեսախցիկի հետևը, թե ինչ է լինում հետո, շատ հուզիչ է, ոչ ոք չգիտի։ Կներեք, խնդրեմ, Այստեղ էլի երկարաժամկետ քվեարկության դեպք է ու քաղաքացու կողմից ձայնը չի ակտիվանում նկարելու դրվագը։ Համարը ավարտում ենք, հարգելիներս։ Խնդրեմ, կապարակնքված չի։ Տեսեք, այստեղ պետքա կապարակնիկ լինի ու մի շարք ընտրատեղամասեր կան, որտեղ կապարակնքված չեն։ Իսկ չկապարակնքումը բնականաբար ընթացքում մի րոպե անուշադրությամբ այն մի հանձնաժողովականը տեսակ ավելի օպտիմալ գտնվեց ու ընդհանրապես տարավ տեսախցիկի հետևը տեղադրեց, որպեսզի խնդիր չունենա միջամտությունների։ Հա, չեն կողմնորոշվել էլի ոնց խախտում անեն։ Սա մեր գործընկերուհու տեսանյութն է, էլի զինվորականին տեսեք ոնց են ուղղորդում, հերիք չի զինվորականներին բերել են, այո, փոխարենը մի հատ էլ դուլ չի տալի, տեղադրում է քվեաթերթիկը։ Կրկին կապարակն, տեսեք, այստեղ քաղաքացին դուրս է գալիս, ակնհայտորեն պայուսակի մեջ երևում է քվեաթերթիկը, հետը դուրս բերելուց։ Ահա։ Այս իմ ֆայլն բացեմ այնուամենայնիվ տեսեք, էլի, սա մեր կազմած ֆայլն է, որտեղ, խնդրեմ մեծացնեմ, տեսեք, 300,000, այսպես անեմ, ահա, հիմա տեսնում եք, մեկ հասցեի վրա, մեկ կոնկրետ հասցեի վրա, հաշվարված անձանց քանակը, 216, 205, խնդրեմ, ու այսպես գնումը, ամեն տեսեք, կենտրոն, Գյումրի, համապետական, այո, խնդրեմ, այսպես շարունակ, ես եթե կարիք լինի, մեծ սիրով այս նյութը կտրամադրեմ, սա էլի շատ տարածված տեսանյութ էր, ահա, խնդրեմ, ես ձեզ տեղեկացրի թվեր ներկայացնենք, հա, անդադ իշխող ուժի ներկայացուցիչները վերջին օրերին շրջանառում են իրենց ձայների մասին, հիմա ընդամենը մոտ 900 տեղամաս ենք մշակել, ուժեղ Հայաստան դաշինքի պարագայում, այսա մեր կորած ձայներն են, որոնք հետ ենք բերել։ Տողերում անհամապատասխանություն արձանագրությունների հետ կապված անճշտություններ, թվերի սխալ մուտքեր, հիմա այս պահի դրությամբ այսքան ձայնը հետ է վերադարձվել, բայց օրինակ սա քաղաքացիական պայմանագրի ձայներն է, որ ավել էր գրվել, սա էլ ենք վերհանել, այդ որ ասում են մեր հաշվարկի արդյունքում 3 ձայն ավելացված 4 ձայն, այսքան ձայն պետք է պակասի հիմա իրենց մոտից վերահաշվարկների արդյունքում այսքան ձայն ավել է գրված եղել, հիմա փորձեմ տեսեք, օրինակ պայմանական 717 ձայնա 0 պետքա լիներ, պայմանական 384 ձայնա 19 ավելա, 521 ձայնա 417 ավելա եղել։ Այստեղ դիտավորություն կա, ձեր կարծիքով։ Այո, որովհետև սա տեղամասերից եկած տվյալների հիմքով է շատ հաճախ լրացված արդյունք։ Սա միայն քաղաքացիական պայմանագիրն է։ Իրենց ավել գրված քվեներն են։ Չէ, համապետական։ Ուղղակի մենք մոտ 900 տեղամասային կենտրոն ենք դեռ մշակել, էլի մշակման փուլում է։ 2005-ից 900-ի արդյունքներով այս թվերը, որոնք հրապարակում եմ։
Տեսեք, այս տարվա ընտրությունների լրացուցիչ շատ մեծ մտահոգության տեղիք էր տալի ծրարների որակը։ Հիմա տեսեք, մարդը քվեարկել է ու ծրարից ակնհայտ երևում է, թե ում օգտին է քվեարկել։ Սա եւս գաղտնիության իրավունքի խախտում է ու շատ հաճախ կրկին մարդիկ թիրախավորվել են երրորդ համարի քվեաթերթիկի համար։ Այդ ում ես քվեարկել, առավել եւս երբ վստահված անձը կամ հանձնաժողովականը համայնքապետարանի աշխատակիցներ են եղել։ Խնդրեմ։ Զույգերով են քվեարկում։ Ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ քվեախցիկում 1 հոգուց ավել մարդ իրավունք չունի գտնվել, եթե մարդը ակնհայտ խնդիր չունի, օրինակ ձեռքը չի կոտրվել կամ կուրություն ու արձանագրություն չի կազմել։ Բազմաթիվ ընտրատեղամասերում այս զուտ թղթին տրված մնաց այս կարգավորումը։ Այստեղ մի շարք տեղեր կահավորման լուրջ խնդիրներ ունենք, որը եւս խախտում է։ Հա, բայց նույն ԿՊԱ-ականով բազմաթիվ դրվագներ ունենք, տեսանկարահանած միջամտություններ։ Չէ, համարը գրել է չի ֆիքսվել, կներեք։ Հա, ու էլի կրկնակվեարկությունների, սենց դրվագներ բազմաթիվ են, հարյուրավոր, որ մարդիկ գալիս են գյուղերում, երկուսով մտնում են, կամ այտենց քաղաքացին գալիս է ընտրելու, վստահված անձանցից կամ հանձնաժողովականներից մեկը մտնում է եւ ուղղորդում է։ Երևի թե այսքանը ու նաև էլի տեխնացուներ, օրինակ Գյումրիում էլ Սարիկ Մինասյանի տեսանյութը կհրապարակեմ լրացուցիչ, էլի մտել էր իր 32 տեղամաս հանձնաժողովի մեջ ընտրության գործընթացում եւ ակնհայտ ուղղորդում էր մարդկանց։ Հա, մեկ էլ հարգելիներս այդ ցուցակների հետ կապված, քանի որ իրենք վերահսկելի չեն, սպասում ենք հիմա 3 օրից արձանագրությունները վերջնական որ լինեն, փորձելու ենք թվերը վերհանել, բայց գիտեք, այդ ցուցակները փակ են լինում ու հենց այդտեղ է խնդիր ծագում, որովհետև այս process-ի հետ կապված էր մտահոգություն ահազանգ ունենք։ Օրինակ եղել է փակ կոնֆիդենցիալ ահազանգ, որ զինվորի ծնող է, զինվորներին 2 օր առաջ թողել են տուն, այսինքն ըստ էության ստացվում է, որ հնարավոր է օդի մեջ կախված վարկած տնենք, հա, եթե ես սրա հետ կապված ինֆորմացիա ստանամ, շատ շնորհակալ կլինեմ։ Զինվորը որպես քաղաքացի անձնագրով գնացել քվեարկել է, հետո հետ է վերադարձել զորամաս, արդեն զորախմբով գնացել են, զինգրքույկով է քվեարկել, որովհետև իրենք զինգրքույկով են ըստ այդ ցուցակների գալիս քվեարկության։ Ստացվում է կրկնակվեարկություն բավականին մասշտաբային։ Շնորհակալ եմ շատ, հիմա հարցերը լսեմ։ Ձեր հարցը տվել եք, ուզում եք արձագանքենք, սկսենք ձեր հարցից։ Տեսեք, մանդատների հետ կապված, հիմա մենք ըստ էության ոչ քաղաքական որոշում ունենք, ոչ էլ ըստ էության համապարփակ քաղաքական քննարկումներ ենք իրականացրել։ Բնականաբար զուգահեռ կոնսուլտացիաներ իրականացվում են, բայց որոշումներ ունենալու համար պետք է արդյունքներ ամփոփ լինեն։ Սա նախնական արդյունքներ են ու ինչպես տեսնում եք իմ հրապարակած տվյալներից, իրապես նախնական են ու բազմաթիվ ճշգրտումները կարող է ելքային լինել։ Օրինակ Բարգավաճ Հայաստանի ՇՄ հաղթահարելու հարցը, հա, այս պարագայում ինչպես պարոն Կարապետյանը հայտարարել էր, ստացվում է այսօրվա գործող ազգային ժողովից տարբերվող ձևաչափ, այսինքն քաղաքացիական պայմանագիրը հնարավոր է այլևս հնարավորություն չունենա 3/5-ով որոշումներ կայացնելու։ Իսկ դա մի շարք ոչ միայն օրինակ դատախազ նշանակելու հարց է, այլ նաև մի շարք այլ հարցեր է, հա, միջազգային պայմանագրերի վավերացում կարող է լինել եւ մենք բոլորս գիտենք, հա, սպասելիք իրադարձությունների մասին, օրինակ սահմանադրության փոփոխությանը, օրակարգանոր սահմանության ընդունման, Տիգրանաշենի խնդիր կա, այսպես կոչված ճակերտավոր անկլավների, մի շարք հարցեր կան, բայց այդ ամենին անդրադառնալու համար դեռ չկա քաղաքական որոշում, դեռ չկա վերջնական արդյունք, այդ ամենից հետո նոր օրակարգային կդառնա խոսելու։ Ինչպիսին է դրամադրվածությունը այս առումով։ Ձեր անձնական տեսակետը ինչպիսին է, անկախ ԲՀԿ-ի հետ կապված է։ Տեսեք, հարգելիս, մեր անձնական տեսակետը մենք ողջ քարոզչության ընթացքում ու դա զուտ տեսակետ իրապես չէր եղել, որ մենք ձգտում ենք հաղթանակի, մենք իրապես տեսել ենք լուրջ մասնագիտական կառույցների վերլուծություններով այդ հաղթանակի հնարավորությունը ու պատահական չէինք ասում, հա, որ հաղթանակ ենք գնում։ Մենք դիտարկել ենք մեզ որպես իշխող ուժ դառնալու տարբերակը։ Բնականաբար շատ բացասական տրամադրվածություն է, բնականաբար մենք բոլորս Հայաստանում ենք ապրում, ես բոլոր պայքարների առաջամարտիկներից եմ եղել եւ ընդդիմադիր այդ